Ամերիկյան զինուժը արդեն երկրորդ օրն է ռազմական ավիացիայով անխնա ռմբակոծում է Եմենում գործող հութիների ռազմական օբյեկտները։ Անձամբ Միացյալ Նահանգների նախագահի հրամանով ամերիկյան ռազմածովային ուժերը պատերազմ են հայտարարել հութիական շարժմանը, որն ի դեպ Միացյալ Նահանգներում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչված։ Թրամփը մտադիր է ուժի կիրառմամբ զսպել հութիների հարձակումները Կարմիր ծովում, Ադենի և Պարսից ծոցերում առևտրային նավերի վրա։ Վերջին 2 տարում այդ հարձակումները ավելի ինտենսիվ են դարձել։ Հութիները դա բացատրում են տարածաշրջանում Իսրայելի ագրեսիվ պահվածքով։ Կրկին հզոր դարձրու Ամերիկան գրությամբ կարմիր գլխարկով Թրամփը անձամբ է հետևել, թե ինչպես է իր զինուժը պայթեցնում հութիների ռազմական օբյեկտները։ Դժոխային տանջանքներ է խոստացել Թրամփը հութիներին, եթե չդադարեցնեն իր բառերով ծայրահեղ գործողությունները։ Մեր խիզախ մարտիկներն այժմ օդային հարձակումներ են իրականացնում ահաբեկիչների բազաների, առաջնորդների և հակահրթիռային պաշտպանության համակարգերի վրա, պաշտպանելու ամերիկյան նավագնացությունը, օդային և ռազմածովային ուժերը։ Նրանք ծովահենության, բռնության և ահաբեկչության անդադար արշավ են իրականացնում ամերիկյան և այլ նավերի ուղղությամբ։ Թրամփի սպառնալիքները անտեսում են հութիները, ի պատասխան 18 բալիստիկ և թևավոր հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր են կիրառել ամերիկյան ավիակիրների դեմ։ Հութիների զինուժի խոսնակը հայտարարել է, որ շարունակելու են իրենց գործողությունները այնքան ժամանակ, մինչև բավարար օգնություն չհասնի պատերազմից մաշված Գազա։ Եմենի զինված ուժերը չեն վարանի թիրախավորել ամերիկյան բոլոր ռազմանավերը Կարմիր ծովում և Արաբական ծովում, ի պատասխան մեր երկրի դեմ ագրեսիայի։ Ամենակարող Ալլահի օգնությամբ Եմենի զինված ուժերը կշարունակեն Իսրայելի ծովային շրջափակումը և կարգել են նրա նավերի գործողությունը հայտարարված գոտում, մինչև օգնություն և հիմնական անհրաժեշտ պարագաներ չհասցվեն Գազայի հատված։ Թրամփը հութիներին անվանել է Իրանի կողմից հովանավորվող հրոսակներ ու կոչ արել Թեհրանին դադարեցնել իր բառերով ահաբեկիչների հովանավորումը։ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Միացյալ Նահանգներին հիշեցրել է, որ իրենք դերակատարում չունեն հութիների վարած քաղաքականության մեջ։ Մենք մշտապես հայտարարել ենք և այսօր ևս հայտարարում ենք, որ Եմենը անկախ և ազատ պետություն է ինքնուրույն պետական քաղաքականությամբ։ Թեհրանը խստորեն դատապարտել է հութիների վրա հարձակումը, վստահ լինելով, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը միասին են պլանավորել ագրեսիան։ Ամերիկյան հարվածներից արդեն ավելի քան 5 տասնյակ մարդ է մահացել, այդ թվում կանայք և երեխաներ, մոտ 100 վիրավոր կա։ Եմենում բժիշկները չեն հասցնում օգնություն ցուցաբերել վիրավորներին, հիվանդանոցները լեփ-լեցուն են։ Հասմիկ Սերոբյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։